Պոլիէթիլենային ջերմատներում աճող այս զմրուխտը թարխունն է, գարնանային սեղանների զարդը, Արմավիրի մարզի Դող, Սաղավնատուն ու Ծաղկալանջ գյուղերում ամենատարածված մշակաբույսն է։ Մոտավորապես իմ տվյալներով երևի նախորդ դարի 50-60-ական թվականներից մեր գյուղում արդեն հիմնականում սկսել են զբաղվել թարխունաբուծությամբ, մոտավորապես 6-ից 7 ամիս տևում է իր վեգետացիոն ընթացքը, բայց դե միևնույն ժամանակ ինքը արդարացնում է իր աշխատանքը։ Գյուղացիներն այսքան տարի զբաղվում են թարխունի արտադրությամբ բացառապես հիմնված սեփական փորձի վրա։ Ոչ մի գիտական հետաքրքրություն կամ ուղղորդում, այս մշակաբույսի աճեցման գաղտնիքները փոխանցվում են սերնդեսերունդ։ Ճիշտ է, այս տարիների ընթացքում շատ ենք մենք, ասենց կարամ դաժե նույնիսկ ասել, զարգացել։ Նախ սկսել ենք ավելի լավ պարարտանյութերի միջոցով, ավելի լավ թունաքիմիկատների միջոցով, ավելի լավ որակ ստանանք, ավելի վաղ ստանանք բերքը, որը որ շատ կարևոր է մեր համար։ Ցածր ռիսկայնությամբ ցրտադիմացկուն ու մեծ պահանջարկ վայելող մշակաբույսի արտադրությունը եկամտաբեր է, հիմնական շուկան հարևան Վրաստանն է։ Մոտավորապես այս չափերի թարխունի փունջը այս պահին վաճառվում է 30-ից 50 դրամով։ Արտահանման հետ կապված ոչ մի տեսակի խնդիրներ չունենք, շատ լավ է, ճիշտ է, Վրաստանը մեր մոտ համարվում է որպես երրորդ երկիր, բայց դե պետությունների կարգով Հայաստանն ու Վրաստանն ունեն պայմանավորվածություն, մաքսատուրքերը շատ քիչ է, այսինքն երրորդ երկիր չի համարվում։ 33%-ի փոխարեն մենք մաքսազերծումը կատարում ենք 18%-ով։ Կարելի է ասել, իրացման խնդիր չունեն, միայն թե բույսի արտադրության ներուժը մեր երկրում պատշաճ գնահատված չէ։ Խնդրեմ առաջինը, որ ինչ ասեմ, ոչ մի բան չքաղաքականացվի։ Իհարկե մենք ունենք շատ խնդիրներ, որովհետև որպես ինքը բույս շատ եկամտաբեր է։ Ուղղակի իր ուշադրությունը շատ քիչ է։ Ես կարամ համեմատություն բերեմ, օրինակ մենք խնդիրներ ունենք Ռուսաստան արտահանման հետ կապված, մրցակցության հետ կապված։ Մրցակցության մեջ չեն կարող մտնենք Իսրայելի հետ, մրցակցության մեջ չեն կարող մտնենք Ադրբեջանի հետ, թեպետ որ իրանք երկուսն էլ չհամարվող եվրասիական երկիր չեն համարվում։ Երրորդ երկիր է։ Բնականաբար իրաց մաքսատուրքերը ավելի շատ է, քան թե մեր։ Բայց համենայն դեպս գալիս է այն պահը, որ մենք չենք կարող մրցակցության մեջ մտնենք։ Պարզ մեխանիզմ է գործում։ Շուկայում առաջատար լինելու համար անհրաժեշտ է տարին 12 ամիս ունենալ մատակարարման հումք, իսկ մեզանում ձմեռային ջերմատներում թարխունի աճեցում չի իրականացվում։ Այն իրենից ենթադրում է մեծ ծախս։ Շատ մարդ, շատ բիզնեսմեններ թող լսեն սրա մասին, եթե կարան, ինքը շատ արդյունավետ գործընթաց է, ուղղակի իրան շատ մեծ փողեր է պետք, պետության կողմից աջակցություն, եթե պետությունը մեզ աջակցի, որ մենք կարենանք ձմեռվա ընթացքում բերքի վեգետացիան կառուցենք, մենք բերք ստանանք ձմեռվա ընթացքում, ձմեռվա ու հմիկվա մեջ տարբերությունը, ես կարող եմ ասել, թանգանում է 10 անգամ բերքը։ Եթե ասենք խոսքի օրինակ հիմա արժի $1 1 կիլոգրամ թարխունը, ձմեռը արժի ամենակիչը 10-ից 15 դոլար։ Բուլղարիայում օրինակ թարխունի մեծածավալ արտադրություն չկա, բայց ունեն վերամշակման գործարան, որտեղ եթերայուղեր ու լիմոնադի հումք են արտադրում։ Մենք տարվա ընթացքում մոտավորապես ես չեմ կարող ասի, բայց մոտավորապես կարամ ասեմ, երևի մենք կորցնում ենք 500-ից 1000 տոննա թարխուն, որը Իրանից մեծ արժեք է ներկայացնում։ Ես կարող եմ ասես պաշտոնական տվյալներ չասեմ, ուղղակի մոտավորապես տվյալներ ասեմ, 1 լիտր մաքուր բնական ճանապարհով ստացած թարխունի սիրոպը, մաքուր բնական ճանապարհով ստացած միջազգային շուկայում 5000 եվրո է։ Մաքուր բնական սիրոպը 1 կիլոգրամ մաքուր բնական յուղ ստանալը թարխունից, ոչ ջերմայի միջոցով, բնական, մոտավորապես 2-ից 3000 եվրո է շուկայում։ Իսկ ընդհանրապես Հայաստանը ոչ մի կիլոգրամ չի արտադրում դրանից, ոչ մի լիտր։ Այս օրերին Ծաղկալանջում թարխունի բերքահավաք է, մշակությունից ոչ պակաս հմտություններ է պահանջում նաև փաթեթավորումն ու արտահանումը։ Սառույցներ ենք, փաթաթում ենք, որտեղ ինքը փչացող բույս է, դիմադրողությունը իր քիչ է, էլի։ Որպեսզի ճանապարհի ընթացքում դիմանա, որտեղ կարող է այսօր չվաճառվի, այս թարխունը վաղն էլ չվաճառվի։ Սարերից ձուն ենք բերում, ամենալավ process-ը ձունն է։ Քանի որ հիմա մի քիչ եղանակը ցուրտ է, այդքան էլ տաք չի, կիսով չափ ենք դնում, կեսը ձուն, կեսը սառույց։ Իսկ երբ որ եղանակը տաքանում է, պարտադիր ձունը ձան առավելությունը ինչու՞մ է, որտեղ ամբողջ ճանապարհի ընթացքում ինքը
անդադ սառը ջուրը հոսում է իր մեջ, հալվում է ձունը, դե բնական է տաքությունից, ու իր սառը ջուրը անդադ որ հոսում է թարխունի մեջ, ինքը թարմ է մնում։ Ահա այսպես լուռ ու հմտորեն գյուղացին շարունակում է արարել ու իր համար ճանապարհներ հարթել։ Իսկ պետությունն այս գործում մտածելու շատ բան ունի։ Արևիկ Սարդարյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։